միջոցի հարցը կարող է քննարկվել հիմա դիրքորոշման առումով։ Խափանման միջոցի հարցը, ինչպես դուք հարցադրման միջոցով, բայց այնուամենայնիվ նկատառում ներկայացիք, որ քրեական գործի նյութերից դուրս գտնվող հանգամանք չէ եւ բոլոր ամենայն դեպս պրոֆեսիոնալ իրավաբանները գիտեն, որ եթե քրեական գործին առնչվող թեկուզ մի փոքրիկ հանգամանք կա, այն միայն ամբողջության մեջ կարող է դիտարկվել որպես առանձին հանգամանք եւ ասել, որ խափանման միջոցի հարցը կապ չունի ընդհանուր քրեական գործի հետ, առնվազն պրոֆեսիոնալ չի լինի։ Հետևաբար պատվազան դատարան նորից ընդունում եմ իմ միջնորդությունը, խնդրում եմ հետազոտել դատականիստը, որպեսզի ես բավարար միջոցներ եւ ժամանակ ունենամ, ինչպես նախատեսված է քրեական դատավարության ներդրումով, ինչպես նախատեսված է տարատեսակ միջազգային կոնվենցիաներով, որպեսզի կարողանամ պատշաճ կերպով ներկայանալ եւ իմ դիրքորոշումներն արտահայտել այդ կոնտեքստում։ Քանի որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ։ Պատվազան դատարան մեկ շաբաթից բավարար կլինի, մի քանի օր, այսինքն այսպես ասեմ։ Լավ, նստեք, եթե ավարտեցիք, մինչև հետաձգելու վերաբերյալ մշակության անդրադառնալը դատանի կազմի վերաբերյալ անհրաժեշտ է համարում որոշակի տեղեկություններ ներկայացնել, մասնավորապես նշված քրեական գործը մակագրվել էր նախագահ ու դատավոր Արություն Պետրոսյանին եւ պարոն Սևակ Համբարձումյանին։ Նկատի ունենալով, որ պարոն Համբարձումյանը գտնվում էր ամենամյա արձակուրդի մեջ նախագահ ու դատավորի զեկուցագրի հիման վրա, դատարանի նախագահի կողմից գործի քննությանը ներգրավել են դատարաններ պարոն Մակար Կիրակոսյանը եւ պարոն Արմեն Բեկտաշյանը։ Այնուհետև 2026 թվականի հունվարի 7-ին նկատի ունենալով, որ պարոն Բեկտաշյանը այդ բանի գտնվում էր հունվարի 12-ին գտնվելու էր արձակուրդի մեջ եւ պարոն Սևակ Համբարձումյանը արդեն իսկ վերադարձել էր արձակուրդից, կրկին նախագահ ու դատավորի զեկուցագրի հիման վրա գործի քննությանը պարոն Բեկտաշյանի փոխարեն ներգրավել է պարոն Սևակ Համբարձումյանը։ Ըստ դատարանի կազմը ձևավորվել է այս ընթացակարգով։ Դատարանը քննարկելով